Տիրոջ եղբայրներ։ Մենք ապրում ենք Աստծո խոսքի մեջ, մենք ապրում ենք Աստծո կամքի մեջ եւ Աստծո ճշմարտության մեջ։ Աստված ուզում է, որպեսզի մեր բոլորիս կյանքի մեջ իրականություն դարձնի մի շատ կարևոր բան։ Կոնկրետ ինքը իրականանա մեր կյանքում։ Դու որ կաս, էլ դու չլնես, քո փոխարեն Տերը լինի։ Սա Աստծո նպատակն է, Աստծո գերագույն նպատակն է։ Ու սա մի հատ հրաշք է տեղ ունենում մարդու կյանքի մեջ, որ էլ մարդը չկա, իր փոխարեն Աստվածը։ Սա կարելի ասել ամենամեծ հրաշքն է երկրի վրա, որ երբևիցե Աստծո կողմից կազմակերպվել է, որ մարդուն այնպես փոխի, որ էլ մարդուց ոչինչ չլինի, միայն Աստված լինի մարդու կյանքում։ Ու ես կարծում եմ, որ մենք լինելով հոգևոր անձնավորություններ, լինելով Աստծո մարդիկ, լինելով Աստծո ճշմարտության մեջ ապրողներ, մենք ինքներս հասկանում ենք մի բան, որ Աստված եկավ մեզ համար մեռավ, եկավ մեզ համար թաղվեց, եկավ մեզ համար հարություն առավ, որպեսզի մենք արժանանանք հավիտենական կյանքին։ Թող Տիրոջ անունը փառավորվի եղբայրներ քույրեր։ Ես ուզում եմ մի հատված կարդամ Սուրբ գրքից, որ գրված է 42 Սաղմոսի առաջի խոսքում, այսպես է գրված, առաջի խոսքից։ Ինչպես երջերին ջուրի վտակներին կփափագի, այնպես էլ իմ անձս քեզ կփափագի, ով Աստված։ Հոգիս ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն։ Երբ պիտի գամ ու երևամ Աստծո առջև, ցերեկ ու գիշեր արցունքներս ինձ հաց եղան, որովհետև ամեն օր կասեն ուր է քո Աստվածը։ Այս բաները միտքս կբերեմ ու հոգիս կթափեմ իմ ներսիդիս, փափագելով, որ բազմության հետ երթամ եւ նրանց հետ հանդեսով Աստծո տունը մտնեմ, ուրախության ու օրհնության ձայնով տունախմբող բազմության հետ։ Եղբայրներ քույրեր, մենք որ գտնվում ենք Աստծո տան մեջ, Սուրբ Գիրքը ասում է, որ շատերներ կան, որ փափագում են, բայց չունեն հնարավորություն։ Բայց կոնկրետ այստեղ Սաղմոսի հեղինակը նշում է, որ կորխի որդիներն են, եւ այս անձնավորությունը կոնկրետ այս հեղինակները Սաղմոսի այստեղ ուղղակի գրված է կորխի որդիների Սաղմոս, դրա համար եմ ասում հոգնակի ձևով, որ այս անձնավորությունները, որ գրել են այս Սաղմոսը ու ներկայացրել են ողջ հոգևոր աշխարհին, ողջ հոգևոր մարդկությանը, ի նկատի են ունեցել մի շատ կարևոր բան, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ պետք է տոնախմբող բազմության հետ Աստծո տուն մտնեն տոն կատարելու։ Այսօրվա իմ խոսքերից հիմնական նպատակը նա է, թե ինչպիսի տոներ կան, որոնց համար մենք պետք է պատրաստվենք, ու այդ տոների վերաբերյալ մեր անելիքները պետք է լինեն։ Ու երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, Աստվածաշունչի մեջ մենք հասկանում ենք մի շատ կարևոր բան, որ Աստված ժամանակ առ ժամանակ կազմակերպում էր տոնակատարություններ։ Կոնկրետ Հովհաննես ավետարան 5-րդ գլխում այսպես է գրված, որ ասում է սրանից հետո հրեից տոներ եւ ասում է Հիսուս Քրիստոսը Երուսաղեմ գնաց։ Կոնկրետ դա է պատմությունն է, որ մի ռեշտակ ասում է ժամանակ առ ժամանակ իշխում էր ջրերը շարժում էր, իսկ առաջի հիվանդը որ մտնում էր այդ ջրերի մեջ բժշկվում էր։ Աստվածաշնչում չկա այդպիսի մի ակնարկ, չկա այդպիսի մի բան, որ ինչ-որ մի հրեշտակ տարվա այսին որ օրը պետք է իշխնի շարժի ջրերը։ Բայց Աստված ընդառաջ էր գնում մարդկանց կողմից կազմակերպված տոնակատարություններին։ Այո, մենք էլ ունենք տոներ, որոնց նշում են, որոնց համար նշում են կոնկրետ քո կյանքիդ մեջ դու շատ տոներ ունես, քո մկրտությանը տորը քեզ համար տոնի օր է, քո պսակադրությանը տորը քեզ համար տոնակատարության օր է, բայց այնուամենայնիվ Աստվածաշունչը խոսում է որոշակի կարևոր տոնակատարությունների մասին, որ սա ոչ թե ազգային տոնակատարություն է, ոչ թե ժողովրդական տոնակատարություն է, այլ հոգևոր տոնակատարություն է, ու կոնկրետ այդ տոնակատարություններից ես որ անմիջապես Աստվածաշունչը նշում է, դա ես առանձնացրել եմ 4 կարևոր տոն ու Տիրոջով ուզում եմ այսօր խոսեմ այդ կարևոր տոների կարևորությունների մասին։ Թե Աստվածաշունչը ինչպիսի տոներ է առաջարկում մեզ եւ մենք ինչպես պետք է պատրաստվենք յուրաքանչյուր տոնին։ Շատ կներեք, կարող է մտածեք ասեք այսօր տոն չես եկել տոներից խոսում, բայց կարևոր է երբ որ ժողովուրդը պատրաստվում են տոնակատարություններին։ Մենք այսօր տոն չունենք, բայց մեր առջևում ունենք տոներ, որոնց համար մենք պետք է ինքներս մեզ պատրաստենք ու վերջապես հասնենք այդ տոնակատարություններին։ Ինչքան անհավատ աշխարհում մարդիկ կան, որ Սուրբ Ծննդյան տոն են տոնում, անհավատ աշխարհում ինչքան մարդիկ կան, Զատկի տոն են տոնում,
ես չգիտեմ, Պենտեկոստեի տոն կամ Բերքի տոն տոնում են թե չէ, բայց այն ամենայնիվ կոնկրետ Սուրբ Ծնունդն ու Զատիկը հոտոնում են։ Նույնիսկ տեղեր կան, որ Զատիկը 4 անգամ են տոնում։ Կոնկրետ իմ ծնողներս Մարտունու շրջանից են, այնտեղ Զատիկը ձմեռնել են Զատիկ անում, Զատիկիորնել են Զատիկ անում, ամառնել են Զատիկ անում ու ուղղակի երևի է տոնակատարությունը շատ իրանց համար ձեռնտու տոնա, տարվա մեջ 4-5 անգամ անում են։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ, որ մենք լինելով հոգևոր անձնավորություններ գիտակցաբար գնանք այդ տոնակատարություններին ու տեսնենք, երբ որ ինձանից Աստված պահանջում է, որ ես պետքա Զատիկի տոն տոնեմ, կամ թեկուզ Պենտեկոստեի տոն տոնեմ, կամ թեկուզ Սուրբ Ծննդյան տոն տոնեմ, ինչպիսի վիճակ է ուզում Աստված ինձանից, ինչպիսի կյանք է ուզում Աստված ինձանից, ինչպիսի վերջապես ասենք մոտեցում ուզում Աստված ինձանից, որպեսզի ես այդ տվյալ տոնակատարությանը պատրաստեմ եւ մոտենամ այդ տոնակատարությանը։ Ուրեմն ասեմ եղբայրների քույրեր, առաջի տոնը դա տարվա սկզբից գանք, ստեղ ես չգիտեմ տոներից ամենաառաջինն ու ամենակարևորը որն է, բայց կոնկրետ 4-ն էլ կարևոր են։ Առաջինը, որի մասին ուզում եմ այսօր խոսեմ, դա Սուրբ Ծննդյան տոնն է, որ Աստվածաշնչում բացարձակ որպես տոնակատարություն չի խոսում այս տոնի մասին, բայց այս տոնի վերաբերյալ մարգարեություններ ա եղել Աստվածաշնչի մեջ, հայտնություններ ա եղել Աստվածաշնչի մեջ, այս տոնի օրվա կապակցությամբ շատ կարևոր իրադարձություններ ա եղել Աստվածաշնչի մեջ, որ դրանից հետո քրիստոնեական աշխարհը արդեն 4-րդ դարից սկսեց կոնկրետ այս տոնակատարությունը շատ մեծ շուկով, շատ մեծ ասենք վերջապես ասենք կարևորություն տալով տոնել, այս տոնը։ Ասեմ, որ եղբայրներ քույրեր, ուրեմն 4-րդ դարին Սիլվեստր անունով մի անձնավորություն, որը ինքը կարդինալ ա եղել, ինքը հոգևորական անձնավորություն ա եղել, ինքը առաջարկել ա կոնկրետ ասենք ժողովի ժամանակ, որ այս տոնակատարությունը տոնվի։ Եվ կոնկրետ նշում ա պատմության մեջ, որ այս տոնակատարությունը ծագող արեգակ հետանոսական տոնին են համապատասխանեցրել, որպեսզի այս տոնակատարությունը զուտ ասենք որ հետանոսական, որ քրիստոնյաները, ասենք, որ կաթոլիկ եկեղեցին, որ ձևավորվեց հռոմեական կայսրության մեջ, ու այս եկեղեցին կոնկրետ այս տոնի հետ համապատասխանել տվեց, ասենք, այս տոնը համապատասխանել տվեց իրանց հետանոսական տոնի հետ, որպեսզի ժողովրդի մեջ բախումներ, ժողովրդի մեջ, ասենք, որոշակի բաներ տեղի չունենա։ Ու դրա համար հունվարի 6-ից այս տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25-ը, մի ուրիշտեղ նշում են դեկտեմբերի 24-ին, մի ուրիշտեղ էլ նշում են դեկտեմբերի 26-ին։ Բայց այնուամենայնիվ սրանք համարվում են ծննդյան տոներ։ Այս ծագող արեգակ տոնի մասին ես ճիշտ ասած ասենք ինտերնետում մի քիչ ուսումնասիրեցի ու տեսա, որ սա այն տոնակատարություններ, որ այդ տոնակատարության ժամանակ մարդիկ իրար նվերներ են նվիրել, զուտ նվերներ են նվիրել։ Ու հետո համապատասխանեցրել են այս տոնը Քրիստոսի ծննդյան վերաբերյալ։ Բայց այնուամենայնիվ ես ուզում եմ, որպես այս տոնակատարության մենք ոչ թե հետանոսորեն նայենք, այլ որպես քրիստոնյա բարո նայենք, որպես քրիստոնյա մարդիկ նայենք ու տեսնենք կոնկրետ մեր մոտեցումները այս տոնի վերաբերյալ ինչպիսին պետք է լինի։ Կարդում ենք Աստվածաշնչի մեջ Քրիստոսի աշխարհ գալու պատճառների մասին, որից անմիջապես առաջացավ այս տոնը, ես ուզում եմ, որպեսզի ձեր ուշադրության ներկայացնեմ։ Ուրեմն Ղուկաս ավետարան 19-րդ գլխի 10 համարում այսպես է գրված. Որդին մարդու եկավ, որպեսզի կորսվածը փնտրի ու փրկի։ Եվ Մատթեոս ավետարանի 9-րդ գլխի 13-րդ խոսքում Հիսուս Քրիստոսը այսպիսի խոսքեր ասեց. Ես արդարները կանչելու չեկա, հապա մեղավորները ապաշխարության։ Այսօր եթե մենք ուզում ենք տոնակատարություն անենք ու մեր առած տոնակատարությունը Աստծու կողմից ընդունելի լինի, մենք պետք է ցանկացած տոնի վերաբերյալ մոտենանք այնպես, ինչպես որ Աստվածաշունչն է առաջարկում։ Այսօր անապաշխար մարդիկ տոնում են Սուրբ Ծննդյան տոներ։ Ու տեսնում ես, որ այս տոները իրանք տոնում են շատ մեծ շուկով, տեսնում ես, որ այս տոների վերաբերյալ այս մարդիկ նույնիսկ ֆինանս չեն խնայում, պարտքեր անում են, որպեսզի կատարեն այս տոնակատարությունը, բայց կոնկրետ այս տոնը իրանց չի վերաբերվում, որովհետև այս տոնը ապաշխարած մարդկանց համար է, ոչ թե անապաշխարների։ Եվ այսօր եթե դու գտնվում ես դահլիճում, բայց քո կյանքիդ մեջ չունես ապաշխարություն, չունես ապաշխարության պտուղներ, ու երբ անամպես սպասում ես, երբ պետք է գա նոր տարին, որպեսզի դու այդ տոնակատարությունը տոնես, կամ երբ պետք է գա ծննդյան տոները, Սուրբ Ծննդյան տոները, որպեսզի դու ինքդ մասնակցես այդ տոնակատարություններին, չապաշխարած վիճակով այս տոները քոնը չեն։
Դու ավելորդ ծախսեր ես անում եւ այդ տոնը Աստծո կողմից ընդունելի չի։ Այդ արածը տոնակատարությունը Աստծո կողմից ընդունելի չի։ Սուրբ Գիրքը մեզ հորդորում է, դա Հիսուս Քրիստոսի համար առաջի քարոզն էր, ապաշխարեցեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է։ Եղբայրներ, քույրեր, մենք ոչ թե Սուրբ Ծննդյան տոնի համար, որպեսզի այդ տոնը տոնենք, դրա համար պետք է ապաշխարենք, ապաշխարությունը մեզ շնորհում է հավիտենական կյանք, ապաշխարությունը մեզ շնորհում է երկնային արքայություն, բայց եթե չապաշխարենք, ինչքան ուզում է սուրբ գրային տոներ տոնենք, ինչքան ուզում է հոգևոր տոնակատարություններ կատարենք, այնուամենայնիվ մենք մեր կյանքում Աստծուն չենք հաճեցնում։ Եթե մենք անապաշխար վիճակով մասնակցում ենք վերջապես ասենք Սուրբ Ծննդյան տոներին։ Գիտեք, եղբայրներ եւ քույրեր, շատ կարևոր է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու պատճառները, թե Հիսուս Քրիստոսը ինչի համար աշխարհ եկավ։ Ողջ հասարակությունը, ողջ մարդկությունը, եսի նկատում եմ քրիստոնեական երկրները, ոչ թե քրիստոնյաները, կոնկրետ քրիստոնեական երկրները, այս տոնակատարությունը շատ մեծ շուկով տոնում են։ Բայց Աստվածաշունչը ներկայացնում է, որ այս տոնակատարությունը դա ապաշխարության տոն է։ Եվ այսօր եթե իմ կյանքից մեջ չկա ապաշխարություն, այս տոնակատարությունը իմ համար ոչ մի արժեք կամ իմ անունի դիմաց երկնքում ոչ մի պլյուսներ չի ավելացնում։ Ընդհակառակը։ Եվ ես ուզում եմ, որ դալիճում գտնվող յուրաքանչյուր անձնավորություն սա նկատի ունենա։ Մենք Աստծու տուն ենք գնում եւ մենք պետք է գիտակցաբար մոտենանք։ Հավատացյալ կայրամոտ խասյաթա դառել փառք Աստծու բառը։ Ինչ խոսում ես փառք Աստծուն, ինչ ասում ես փառք Աստծուն։ Ուղղակի անգիտակցաբար իր լեքսիկոնում մտել է այս բանը։ Բայց ճիշտը նա է, որ հավատացյալը ինքը գիտակցաբար մոտենա։ Գիտակցաբար արտահայտի այդ խոսքերը։ Ես որ նոր մեքենա քշել էի սովորում, այն իմ պատանի տարիներն են, իմ ուղեղս ինձ թելադրում էր, թե որ process-ից հետո ինչ գործողություն կատարեմ։ Այդ ժամանակ որ նոր քշում էի, ասում էի, վայ, պետք է ստեղ ես ինչ բան անեմ, պետք է կոնուս անեմ, պետք է էս անեմ, պետք է այն անեմ, բայց հետո եկավ ժամանակ, որ վարժվեցի դրա մեջ, արդեն մեխանիկորեն եմ քշում։ Որ կարող է հազարավոր կիլոմետր քշեմ, առաջ գնամ, իսկ իմ ուղեղը ինձ չասի, պետք է 4-րդ դնես, կամ պետք է կոնուս անես, կամ պետք է ես չգիտեմ ինչ անես։ Հավատացյալներ կան իրենց մոտ հավատքը դարձել է մեխանիկորեն, եղբայրներ քույրեր։ Պաշտամունքի վրա գնամ հավաքույթի։ Դե որ հավաքույթի գնացինք, պետք է երգենք։ Խոսքի օրինակ, դե որ ասում են աղոթք անենք ու մեր անգիր առած աղոթքները մենք շարունակ կրկնում ենք, ես չգիտեմ տարին 12 ամիս, տղես բանակը միշտ ամեն մի աղոթքին հիշում եմ տղուս բանակը։ Կարող է բանակից գա տղես, դարձյալ արդեն իմ մոտ պայմանական ռեֆլեքսիվներ տղեմ էլի աղոթում եմ բանակի տղու համար։ Հավատացյալներ կան, որ այսպես է իրանց մոտեցումները, աղոթքների վերաբերյալ եղբայրներ քույրեր։ Եվ սա պետքա չլինի մեխանիկորեն, սա պետքա լինի գիտակցաբար։ Մեր դրանից դուրս եկած ամեն մի խոսքի համար մենք պետքա գիտակցաբար մոտեցում անենք։ Մենք այն որ ասում ենք փառք Տիրոջը, սա ոչ թե պետքա ուղղակի մեր խոսակցականի մեջ լինի այս բառերը, այլ մենք պետք է գիտակցաբար ասենք փառք Տիրոջը։ Հանդիպում ես հավատացյալի նեղության մեջ ասում փառք Տիրոջը։ Մի հատ քույրիկ ննջեց, այս 3 չառաջուր այդ քույրիկի հողարկավորությունն էր 45 տարեկան։ Ես շատ էի հարգում այդ քույրիկին, շատ հոգևոր անձնավորություն էր։ Ու երբ որ գնացինք իրանց տուն, քույրիկները նստած են, եղբայրները նստած են, զրույց էին կանում, դեռ թաղումի առաջի օրն էր նույնիսկ։ Ես ասացի, որ առաջի հերթին, երբ որ հանկարծ մի հոգևոր ննջում է, ես մի հատ նայում եմ, այդ տվյալ պարագայում ուղղակի հիշվում է իմ մեջ այս քույրիկի հոգևոր անցած ճանապարհը։ Կյանքում նշանակվել է, թե չի նշանակվել։ Կյանքում պատճառները ունեցել է, հանդիմանենք իրան, թե չի ունեցել պատճառներ։ Ու կոնկրետ այդ քույրիկը, որ ննջեց, ինքը շատ հոգևոր անձնավորություն էր, որ բացարձակ առիթ չի տվել, որ իրան մի հատ հարցով թեկուզ հանդիմանեն կամ նախատեն կամ ես չգիտեմ, ինչ որ մի հարցով իրան ուղղակի ասեն, որ ես ինչ մի բանը ճիշտ չի եղել։ Գիտեք ինչ, եղբայրներ քույրեր, մենք պետք է գիտակցաբար մոտենանք Տիրոջը։ Մեր աստվածպաշտությունը պետք է լինի գիտակցաբար։ Իսրայելի մոտ ուղղակի տոնակատարություններ էր, որ տոնում էին, բայց Հիսուս Քրիստոսը ասեց, որ ճշմարիտ Աստծուն երկրպագողները պետք է երկրպագեն հոգով եւ ճշմարտությունով։ Սա գիտակցաբար աստվածպաշտությունն է։ Մենք երբեմն գալիս է այդ տարին բոլորես նոր տարի է, մտնենք բազար, առևտուր անենք, դուրս գանք, որովհետեւ պատրաստում ենք նոր տարուն։ Չէ։
Դա դու մինչև շուկա գնալը, մինչև քո առևտուրն անելը նայի, այս տոնը քո տոնն է, թե չէ, ապաշխարած մարդ ես, թե չէ։ Սա շատ կարևոր բան է, եղբայրներ քույրեր։ Դրա համար մենք պետք է նայենք, թե Հիսուս Քրիստոսը ինչ պատճառների, ինչ պատճառով աշխարհ եկավ, ինչի համար աշխարհ եկավ։ Նա աշխարհ եկավ ոչ թե արդարների համար, այլ մեղավորներին ապաշխարության կանչելու համար։ Դրա համար նրա գալու օրը տոնվում է որպես ապաշխարության տոն, որպես ապաշխարության տոն։ Իսկ դու ինքդ այս տոնը վերնագրում ես որպես քո տոնը, այսինքն դու ապաշխարած անձնավորություն ես, դու աշխարհը մերժած անձնավորություն ես, որպես այս տոնը տոնես ու Աստված հավանություն տա քո առաստոնակատարության հետ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քույրեր։ Համար առաջի բանը, որ այսօր Տիրոջմով ուզում եի ասեմ, դա կոնկրետ Սուրբ Ծննդյան տոնի վերաբերյալ մեր ապաշխարած վիճակների մասին էր, որ անպայման ուզում եի, որ մենք նայենք սա։ Երկրորդ տոնակատարությունը, ես շատ չեմ խոսա, ձեր ժամանակը չարաշայեմ, ուղղակի կարևոր բաներ կա, որ ես չեմ էլ կարա հետաձգեմ։ Ամեն դեպքում ես կաշխատեմ զուտ տեղավորվեմ, ասենք, ինչքան հնարավոր է շատ կարճ արտահայտեմ։ Երկրորդ տոնակատարությունը սա Զատիկի տոնն է։ Զատիկը մենք Աստվածաշնչի մեջ կարդում ենք, կոնկրետ Կողոսացիս 2-րդ գլխի 12 համարը նշում է, թե Զատիկը ինչի տոնն է։ 5 տակարան ներկայացնում է մի տարբերակով որպես Զատիկ, մյուս տարբերակով որպես Բաղարժակերաց տոն, բայց նոր կտակարանի մեջ մենք տեսնում ենք, որ այս անունը փոխվեց եւ դարձավ հարության տոն։ Որովհետև հենց այդ օրը Հիսուս Քրիստոսը հարություն առավ եւ դեռ 5 տակարանից մարդիկ պատրաստվում էին այս տոնին, որպեսզի գար մի օր, որ Հիսուս Քրիստոսը հարություն պետք է առներ եւ այս տոնը իր կարեւորությունը, իր նշանակությունը լրիվ շուռ տար դեպի հարության վրա, եղբայրներ քույրեր։ Մենք գիտենք 5 տակարանի մեջ, որ Իսրայել ժողովուրդը երբ որ տոնում էր Զատկի տոնը, իրանք շատ մեծ ուրախությամբ էին տոնում, որովհետև բոլոր կողքերին, ասենք, որոնք հրեաներ չէին, բոլորի ընտանիքներում մահեր ա եղել, բայց կոնկրետ մի հատ հրեայի ընտանիքում ոչ մի մահ չի եղել։ Եվ սա ուրախության տոն էր, եւ սա Զատիկ տոն էր, եւ սա վերջապես ասենք ուրախության արարողություն էր, ուրախության շատ կարևոր տոնակատարություն էր Իսրայելի համար, եւ մենք տեսնում ենք, որ նոր կտակարանի մեջ այս ուրախությունը ավելի կրկնապատվեց մեռած վիճակից հարություն առնելու համար, ոչ թե սաղ մնալու համար, այլ մեռած վիճակից հարություն առնելու համար։ Եվ Կողոսացիս թղթերում Պողոս առաքյալը գրում է 2-րդ գլխի 12 համարում նշում է. Թաղվելով նրա հետ մկրտությունով, որով նաև նրա հետ հարություն առանք նրա զորությանը հավատալով, որ նրան մեռելներից հարուցանեց։ Սուրբ Գիրքը նշում է, որ Գողգոթայի խաչի վրա Հիսուս Քրիստոսը խաչվեց, նրա կողքին 2 ավազակ կային, բայց մեծ խաչվածների բազմություն կար նաև։ Պողոս առաքյալը Գաղատացիս 2:20-ում այսպես է ասում, որ Քրիստոսի հետ խաչ է ելա։ Եվ հիմա կենդանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենդանի է իմ մեջս։ Պողոսը խաչվել էր Քրիստոսի խաչի վրա։ Խաչը մեկն էր, բայց խաչվածները շատերն էին։ Եվ Պողոս առաքյալը ինքը համարում էր, որ իր հին մարդուն բարձրացրել է Քրիստոսի խաչի վրա։ Ես դրա համար եմ ասում, որ ոչ թե Գողգոթայի խաչի վրա, Գողգոթայի լեռան վրա 3 հոգի խաչվեցին, Գողգոթայի լեռան վրա խաչվեցին 2 ավազակ, Հիսուս Քրիստոս եւ մեծ բազմություն։ Այդ թվում նաեւ Պողոս առաքյալն է, դու էի, ես էի եւ մնացած բոլոր այն անձնավորությունները, ովքեր որ իրանց հին մարդը բարձրացրեցին Գողգոթայի խաչի վրա եւ սկսեցին ապրել նոր կյանքով։ Կոնկրետ Զատիկի տոնը մենք շատ անգամ տոնել ենք։ Ես իմ անհավատ տարիներին եմ տոնել, այդ Զատիկի տոնը իմ անհավատ բարեկամներն են տոնել ու տոնում են, նույնիսկ ասեցի, որ տարին 4 անգամ էլ կարող է տոնել իրանք, բայց եղբայրներ քույրեր, ում է վերաբերվում այս տոնը։ Այս տոնը վերաբերվում է նրանց, ովքեր որ Քրիստոսի հետ թաղվել ու հարություն են առել։ Այսինքն, ովքեր որ ջրով մկրտված են։ Շատ կներեք պետք է մի հատ հարց տամ ու դուք պետք է պատասխանեք։ Թող ձեր բարձրացնեն են անձնավորությունները, ովքեր որ ջրով մկրտված չեն։ Շատ եք։ Չեմ ասում շատ եք, բայց մի հոգին էլ շատ է։ Որ իրան բացվել է, որ Աստված քեզ համար ոչինչ չխնայեց, ու դու հանկարծ ջրի մկրտություն ես խնայում։ Գիտեք ինչ, եղբայրներ քույրեր,
Զատիկը քանի անգամ տոնել եք ձեր կյանքում, բայց սա մկրտվածների տոնն է։ Մեկ էլ անչափահաս հոգևորների երեխեքի տոնն է։ Երբ որ Իսրայել ժողովուրդը դուրս էր գալիս Եգիպտոսից, Մովսեսն ասեց՝ մի կճղակ անգամ։ Գիտեք կճղակը ինչ է։ Անասունի կոշիկն է։ Շատ կներեք, որ ասում եմ այս մասին, թերքոտ, չէ, կեղտոտ, որ սկի չի էլ նայվում։ Բայց Մովսեսն ասավ, դաժե այդ թերքոտ կոշիկը, պետք է այդ անասունի թերքոտ կոշիկը, պետք է չթողենք մենք Եգիպտոսում։ Այսինքն դու ինչ ունես, դա պետք է հանես։ Եվ երբ որ մենք խոսում ենք տոնի մասին, կոնկրետ զատկի տոնի մասին, Սուրբ Գիրքը ասում է, որ մենք աշխարհին ոչ մի բաժին չենք տալու։ Շատ ժամանակ մարդը իր աչքերն է տալիս աշխարհին։ Շատ ժամանակ մարդը իր միտքն է տալիս աշխարհին։ Մարդը իր հագուստն է տալիս աշխարհին։ Զուտ աշխարհը ինչ-որ մի բան թողնում է, Եգիպտոսում ինչ-որ մի բան թողնում է, ու ինքը դուրս է գալիս։ Եվ արդյունքում մտնում է, որ այդ նույն թողած բանը վերադառնում է իրան ապականում է, վերադառնում է իրան գցում է, վերադառնում է իրան կործանում է, իրան ոչնչացնում է։ Եղբայրներ քույրեր, Զատիկի տոնը սա հարության տոնը։ Եվ տոնում են նրանք, ովքեր որ հարություն առած անձնավորություններ են, ովքեր որ Հիսուս Քրիստոսի հետ հաղվել են եւ Հիսուս Քրիստոսի հետ հարություն են առել։ Մենք շատ ժամանակ խոսում ենք ջրի մկրտության մասին, ու ասում ենք դե լավ, խաչի վրա ավազակը չմկրտվեց, բայց ու փրկվեց։ Եթե խաչի վրա ավազակին թողներ, նա շատ լավ էլ կմկրտվեր, շատ լավ կմկրտվեր, ու ճիշտ ձևով կմկրտվեր։ Նա ուղղակի խաչի վրա է նրա կյանքի վերջի պահներ։ Իսկ մենք ինչքան ժամանակներ ունենք, ինչքան ժամանակներ ենք կորցնում, չենք ապաշխարում, չենք շտկվում, մեղքը չենք թողնում, չենք ուղղվում ու չենք գնում մկրտության։ Եվ արդյունքում մտնում է տարին տարվա վրա անցնում է, բայց մենք մնում ենք նույն գաղթ, նույն տկար, նույն թշվառ վիճակի մեջ եւ արդյունքում տոնում ենք տոնակատարություններ, բայց մինչ այդ տոնակատարությունները, որ մեր կողմից տոնվում են, ավելի շատ դատապարտություն է եւ ոչ թե օրհնություն։ Թող Տիրոջ անունը փառավորվի եղբայրներ քույրեր։ Ես ուզում եմ, որպեսզի մենք սա ի նկատի ունենանք։ Երրորդ տոնը եղբայրներ քույրեր, որի մասին ուզում եմ ասեմ, սա դարձյալ կարևոր տոնը։ Երրորդ տոնը սա Պենտեկոստեի տոնն է։ Դու ինքներդ քանի անգամ ձեր դալիճներում տոնել եք Պենտեկոստեի տոն, մկրտություններ ա եղել Սուրբ Հոգու, վերջապես մարդիկ այցելվել են, մարդիկ հաղորդ են եղել Աստծո Սուրբ Հոգու հետ, հոգևոր լեցվել են, Սուրբ Հոգով լեցվել են այս անձնավորությունները, Սուրբ Գիրքը ոնց որ ասում է, սքանչացել են, մարգարեացել են, Աստծուն են փառաբանել, Աստծուն են մեծարել, այս բաները տեղի ունեցել մարդկանց կյանքի մեջ։ Այո, սա շատ կարևոր տոնակատարություն է։ Բայց ես ուզում եմ, որպեսզի անմիջապես նայենք, թե ինչի պատճառով եղավ այս տոնակատարությունը։ Ինչի հենց այդ օրն եղավ։ Թե հոգի գալուստը չեղավ հենց Հիսուս Քրիստոսի մեռնելու 10-րդ օրը, որ 50-րդ օրն եղավ։ Ինչի այդ հոգի գալուստը չեղավ, ես չգիտեմ, հունցքի տոնին կամ ես չգիտեմ, աշնանն ամենալավ ամիսներին են, լավ եղանակներին, որ եղավ հենց այդ խոսքի օրինակ ասենք այդ շոկ ժամանակ կամ ինչ-որ բան։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որպեսզի որոշակի խոսեմ այս մասին։ Կոնկրետ Պենտեկոստեի տոնը սա համապատասխանում է հունցքի տոնի հետ։ Երբ որ մենք կարդում ենք Աստվածաշնչի մեջ, ուրեմն Ղևտացիս 23-րդ գլխի 15 խոսքում այսպես է գրված, որ այս տոնը համապատասխանում է հենց հունցքի տոնին։ Գրված է. Շաբաթի հետևյալ օրից, սա նախորդ ասում է, խոսում հետևյալ օրից, որ դուք նվիրման որան բերեցիք, լման 7 շաբաթ պետք է հաշվեք։ 7 շաբաթ, այսինքն 49 օր։ Ու մինչև 7-րդ շաբաթի հետևյալ օրը 50 օր պետք է համրեք։ Այսինքն 49-րդ օրը, որ անցավ դրա հաջորդ օրը, դուք պետք է այս հունցքի տոնը տոնեք։ Ու ինչ է ասում։ Ձեր բնակարաններից երերցնելու ընծայի համար 2 հաց պետք է բերեք, որոնք 2 տասնորդ բարակ ալյուր լինելով խմորյալ եւ պաս պիտի լինեն։ Սա երեխայի է Տիրոջը։ Եվ հացի հետ մեկտեղ 1 տարեկան 7 հատ անարատ գար եւ արջարներից 1 զովրա եւ 2 խոյ պետք է մատուցանեք Տիրոջը, որոնք հացի ընծան ու թափելու նվերների հետ ողջակեզ եւ անշահոտ պատարակ պիտի լինեն Տիրոջը։ Եվ մեղքի պատարագի համար այցերեն 1 նոխազ, եւ խաղաղության զոյի համար 1 տարեկան 2 գառներ պետք է մատուցանեք, եւ քահանան երեխայերի հացի հետ
երերցնելու ընծայի համար երկու գար պետք է մատուցանել Տիրոջ առջև։ Նրանց սուրբ պիտի լինեն Տիրոջ եւ քահանան, եւ քահանային պիտի լինեն։ Նույն օրը պիտի քարոզեն, որ ձեր սուրբ ժողով լինի 7 օր։ Բնավ ձեր բնավ ծառայության գործ պետք է գործեք։ Սա ձեզ հավիտենական կանոն թող լինի ձեր բոլոր բնակարանների մեջ, ձեր ամեն սերունդների մեջ։ Եղբայրներ, քույրեր, ես մի քիչ ավելի հատատ ուզում եմ անդրադառնալ։ Սա Պենտեկոստեի օրվան էր վերաբերվում, որ սկզբից հունձքի տոն էր եւ Աստվածաշունչը առաջարկում էր, որ այս հունձքի տոնին ինչպիսի մոտեցում պետք է ունենա։ Դա ես ասեմ, դուք մի հատ հաշվեք մոտավորապես ինչքան գումար է կազմում։ 2 հատ հաց, ամեն մի հացը 2 կիլոգրամ, 4 կիլոգրամ հաց, սա այն գումարը չի, դրանից հետո ասում եմ, 7 հատ 1 տարեկան անարատ գար, մի հատ արջար, մոզի, 2 հատ խոյ, մի հատ այծ, որպես մեղքի պատարակ։ Ես մեր Հայաստանի կուրսով հաշվել եմ, սա մոտ $2000 պատմություն է, 800,000 դրամ, մոտավորապես, կարող է մի քիչ ավել եղնի, բայց ես մի քիչ մեղմ հաշվեց։ Եթե մեր դահլիճում դադարել է այն մասսայական մկրտությունները, որ կար մի ժամանակ, որ եղել է մի ժամանակ, որ մի պաշտամունքի ժամանակ 70-ից 100 հոգի մկրտություններ է եղել, ես իմ աչքերով դրանք տեսել եմ, այսօր դադարել է նշանակում է ժողովուրդը չեն տալիս, ժողովուրդը տալու մեջ պրոբլեմներ ունեն, խոսքս մենակ Աստծու տուն բերելու մասին չի, կողքիդ հարևանը սոված է ողորմած եղի նրա նկատմամբ, տեսնում ես մի հոգևոր կամ մի անհավատ թեկուզ կարիքի մեջ է ողորմած եղի նրա նկատմամբ, այսօր դու չես տալիս, Աստված էլ քեզ համար չի բացում այդ բանը, ես մի պատմություն պատմեմ, Արտակ աղբերը կհիշի ում մասին եմ խոսում, մի եղբայր կար, որ ինքը եկել էր Հայաստանում դասընթացներ էր տալիս, ու կոնկրետ ասենք ես այդ անձնավորությանը Մոսկվայում եմ հանդիպել, ու այս անձնավորությունը պատմում էր այսպիսի մի պատմություն, որ աշխարհի շատ երկրներում իրան հրավիրում էին, դա ինքը Բերտ Քլենդեն է, որի աշխարհի շատ երկրներում իրան հրավիրում էին քարոզելու, ասում է մի անգամ հրավիրեցին ինձ Աֆրիկա մի երկրում, որպեսզի ես գնամ մի քաղաքում ավետարան քարոզեմ, ասում է ես գնացի շատ մեծ բազմություն էր, պաշտամունք արեցին, խոսքս խոսացի, սովորական պաշտամունք, ոչինչ չեղավ ասում է, ոչ հրաշք, ոչ նշան, ոչ մի բան, ասում է պաշտամունքից հետո մոտեցավ մի անձնավորություն, ասեց ես մի եկեղեցու պատասխանատու եմ, հովիվ եմ, խնդրում եմ, արի մեր եկեղեցում էլ քարոզի, ասում է որտեղ է ձեր եկեղեցին, ասեցին յուղերից մեկում է, ասում է գնացի, տեսնեմ ասում է մարդիկ ասում է ժողովարան չունեն, սենց դահլիճներ չունեն, ասում է բացօթյա է, ասում է գնացի տեսնեմ ասում է դեր պաշտամունքը չէր սկսվել, բայց մարդիկ գալիս էին պաշտամունքի, մեկը մի բուր բրինձ էր բերում, մեկը երկու հատիկ ձու էր դրել ձեռի մեջ բերում էր, մեկը ես չգիտեմ ձավար էր բերում, մեկը մի կտոր հաց էր բերում, ասում է ես հովիվին հարցրեցի, ասես ժողովուրդն ես ինչ են բերում, ասում է ասես ժողովուրդը բերում են, հավաքում են միտեղ, եթե որևէ մեկը կարիքն ունի, վերցնում տանում է իր կարիքը ընկալու, ասում է սկսվեց պաշտամունքը, դեռ չեմ հասցրել խոսել, հրաշքներ ու նշաններ, զորություններ, ասում է ես ասի Տեր Աստված, նույն քարոզեն դեղ տվեցի, ընդեղ ավելի շատ ժողովուրդ, ավելի շատ բազմություն, ստեղ ավելի քիչ, որն էր պատճառը, որ ընդեղի ժողովրդի մեջ հրաշքներ չեղան, ստեղի ժողովրդի մեջ, դա դեռ պաշտամունքի չսկսած հրաշքներ ու նշաններ, ասում Աստված ինձ ասեց, այս ժողովուրդը ինձ չի խնայում, ես էլ իրանց չեմ խնայում, եղբայրներ քույրեր, անդրադառնանք կոնկրետ Պենտեկոստեի տոնին, ինչի եղավ այսօրը Պենտեկոստե, որովհետև ժողովուրդը տալիս էին, ես չեմ եկել ասում բերեք լցրեք եկեղեցին, դուք ինքներդ գիտեք, որ մենք հավատքի ենք եկել, մեր անելիքն ասա, մենք չենք վերեմ տալիս, որ հովիվը գնա հարստանա, մենք տալիս ենք Աստծու տան մեջ պաշար լինելու համար, իսկ Աստծու խոսքը ասում է, որ Աստծու տան մեջ պետք է պաշար լինի, որ այդ պաշարից պետք է օգտվեն աղքատները, նեղյալները, կարիքավորները, սգավորները, չքավորները, եւ այսօր մեր շարքերում ինչքան այդպիսիներ կան, որոնց համար մենք մեր ձեռքերը փակում ենք։ Մեր եղբայրներից մեկը Սպիտակի շրջանից մեր տան նա իրականոց հետ եկել է Աստվածորդն իրանց մի քիչ ինձ ֆիզիկապես օգնում է։ Եվ փառք Տիրոջը դրա համար։
Ես երբ որ հեռախոսի մեջ մեր սպիտակի քույրիկներից մեկի կյանքի վերջի պահերն է նկարած։ Մի հատ աստղիկ քույրիկ ունենք, որ Ծաղկաբեր գյուղի կոնկրետ այդ տարածքի ամենահին հավատացյալն էր, կոնկրետ այդ քույրիկի շնորհիվ այդ տարածքում մենք սկսեցին գնալ, պաշտամունքներ անել, այսօր այդ Բարդիրոջ ամեն մի գյուղում ժողովներ կան, եղբայրները ձեր տարածքից միշտ էլ գնում են։ Արտակ աղբերը կհիշի աստղիկ քույրիկին, տարիքով մեծ քույրիկ էր, շատ լավ քույրիկ էր, շատ քաղցր քույրիկ էր։ Ու կոնկրետ ասենք ինքը հիվանդության անկողնում ես, այդ մեջ հեռախոսում նկարակա կա էլի ասենք այդ պահը։ Հիվանդության անկողնում մեջ պարկած հարց են տալիս այս քույրիկին, որ իր կյանքի վերջի պահերի մեջ իմիջայլոց ասեմ եղբայրներ քույրեր։ Ու սա ամենայն լրջությամբ եմ ասում։ Հավատացյալը, որ սկսեց անեծքներ տալ իր կյանքի մեջ անեծքներ եղավ, նա իր կյանքի վերջի օրերում սկսում է անիծել, ինքը չի հասկանում, բայց այդ մեղքը գալիս է իր դեմը կանգնում է բերանից անեծքներ է կապում։ Հավատացյալը, որ հայոյող եղավ, իր կյանքի այդ վերջի պահին, որ արդեն հոգին տալիս է ինքը չի հասկանում, բերանից հայոյանքներ է դուրս գալիս։ Իսկ հավատացյալը, որ Աստծուն պաշտող եղավ, նրա բերանից ինքը չի հասկանում, Աստծուն փառաբանության խոսքեր է դուրս գալիս։ Մենք սրանով ենք հասկանում, կյանքի վերջի պահին, մենք սրանով ենք հասկանում, ես հավատացյալ է հոգևոր էր, թե հոգևոր չէր։ Հա, կարող է գնանք անհավատների համար պաշտպանում կանենք, որ Աստծո խոսք լսեն, բայց արդյոք այդ հավատացյալը արժանացավ հավետնական փրկության։ Այս աստղիկ քույրիկը ինքը շատ երազներ էր, տեսիլքներ էր տեսնում այդ վերջի պահերին։ Ու այնտեղ նկար, ասենք այդ հեռախոսը նկարած էր, հարց են տալիս, ասում են աստղիկ քույրիկ, ինչ ես տեսնում։ Ասավ տեսնում եմ աղքատների հարսանիք։ Ասավ ինչ ուրախություն է հարսանիքում, այս աղքատները ես ոնց են ուրախանում, այս աղքատները ես ոնց են ցնցում։ Ու սաղ աղքատներ են, ու ասում այս աղքատները լրիվ հարսներ են։ Գիտեք, եղբայրներ եւ քույրեր, մեր կյանքը սա չի, տանջանք, տառապանք, ես չգիտեմ, երեխա ծնվելուց էլ որ ուրախության պատճառը պետք է ցավ քաշեն, ես չգիտեմ, մի կտոր հաց ուտելուց էլ որ պետք է քրդինքով վաստակեն ուտեն, կյանքը սա չի, կյանքը Աստծու մոտ է, եւ այդ կյանքին սպասում ենք մենք ամենքս, բայց իրան նրանց որ կարժանանան դրանց, ես ձեր հույսը չեմ կտրում, Սուրբ Գիրքը ասում է կփրկվենք, եթե կենաց խոսքը ամուր բռնենք, չի ասում բռնենք, նույնիսկ ասում է ամուր բռնենք, պին բռնենք կենաց խոսքը, եղբայրներ քույրեր, Սուրբ Գիրքը մեզ ասում է, մեզ սովորեցնում է, մեզ հորդորում է, որ մենք Աստծո խոսքի մեջ հաստատ մնանք։ Պենտեկոստե ես ուզում կյանքիդ մեջ ալնի, պարտադիր չի տարին բոլորի գա Պենտեկոստեի օրը, որ քո կյանքիդ մեջ Պենտեկոստե ելնի։ Դու ողորմած եղի, դու տվող եղի, դու աղքատների նկատմամբ քո ձեռքերը մի փակի, դու վերջապես կարիքավորների նկատմամբ, ընկածների նկատմամբ մի խնայի քո կարողությունները, դու արա Տերը վերադարձնելու է քեզ, դու արա Տերը տալու է քեզ։ Ինչի Իսրայելում Պենտեկոստե եղավ, այն Իսրայելում, որ Աստծո որդուն վեր կալան խաչեցին։ 50 օր առաջ շատ չերի տարիներ չեր անցել, որ ասենք հա, տարիներ անցավ վերքը սպիացավ։ Այդ Իսրայելի մեջ Պենտեկոստե եղավ, որ դրանից 50 օր առաջ Աստծո որդուն խաչն էին բարձրացրել։ Եղբայրներ քույրեր։ Ժողովուրդը տալիս էին Աստված այդ ժողովրդին հատուցանում էր։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ վերջի տոնը, որը կոնկրետ ինձ համար շատ կարևոր տոն է, դա բերքի տոնն է։ Կոնկրետ Ղևտացիս 23-րդ գլխի 33 համարում գրված է այդ տոնի զոհաբերությունների մասին, որ շատ թույլ զոհաբերություններ են, բայց կոնկրետ նպատակը 33 համարից մինչև 44 համարը ես կոնկրետ նպատակն ասեմ, որ դա շնորհակալության զոհ է։ Շնորհակալության օր է, շնորհակալություն ասելու օր է, որ Աստված օրհնել է այդ ժողովրդի բերքը եւ այդ ժողովուրդը գրված է այսպես, որ 7 օր պետք է վրանների մեջ ապրեք, որպեսզի ձեր սերունդները իմանան, որ դուք Եգիպտոսից դուրս եք եկել, վրանաբնակ եք եղել, տուն ու տեղ չեք ունեցել, 40 տարի Աստված ձեզ պահել է։ Կոնկրետ Աստվածաշունչը նշում է, այսօր դուք ու զավակներին փոխանցում ես Աստվածպաշտության այդ խորհուրդները, այն վիճակներն ու այն պահերը, որ Աստված քեզ պահել է։ Հիշենք 90, 91, 92, 93 թվականները, որ մարդ հաց ու պանիր էր ուտում, դա իր համար հարսանիքի սեղան էր։ Հիշում եք թե չէ, հիշում ենք այդ օրերը, դա բերեք չասենք ես լավ եմ եղել, սա ասել համատարած սովի ենք մատնվել։
Միակ տարիներն եղել հայ ժողովուրդ մեջ, որ հավասար են եղել հայ ժողովուրդը։ Զավոդի դիրեկտորներն էլ սոված իմ մորքուրիս ամուսին է, միլիոնատեր է եղել կոմունիստների ժամանակ գրանցված անձնավորություն։ Կոնկրետ կոմունիստական կառավարությունը այս մարդուն ընդունում էր, որ ինքը միլիոնատեր է։ Իր ամեն ինչը պետության, ես չգիտեմ, այդ KGB-ի սենյակներում այդ ամեն ինչում այս մարդը գրանցված է եղել։ Ինքը անմիջապես միլիոն իր ձեռքին չունեց, միլիոնը պետությունը իր բանկերում է պահել այս մարդու։ Բայց պետությունը իրան ճանաչել է, որ միլիոնատեր է եղել։ Ասում է, երբ որ ասում է պետությունը քանդվեց, ես գնացի ասում է, բավականին գումար ծախսեցի, այդ իմ միլիոնը վերցրեցի, բերեցի մի քանի կիլո խոզի միս եմ առել, վերջ մի քիչ ուտելիք եմ առել, բերել եմ ասում, երեխեք ջան եկեք նստեք իմ սաղ կյանքից քրդինքը կերեք։ Միլիոնատերը հավասարվել էր ինձ, հավասարվել էր աղքատներին։ Այդ տարիներին աղքատության տարիներ էին, նեղության տարիներ էին, բայց հավատացյալներին Աստված պահում էր։ Հավատացյալներին Աստված պահում էր իսկապես։ Ովքեր են այդ թվի հավատացյալներ եղել, լաթով ձեռքերը բարձրացնեն, կամ այդ տարիներում հավատքի մեջ եղել։ Տերը օրհնի։ Հիշեցնում եք ձեր զավակներին, որ ձեզ Աստված պահել է այդ տարիներին։ Թե մոռացել եք։ Թե ասում եք գնում էի հասնում էի տելևիզից գիտես հաց էի բերեմ։ Սա վերնագրում ես քեզ։ Գիտեք ինչ եղբայրներ քույրեր։ Շնորհակալության աղոթներ մենք պետք է բարձրացնենք Տիրոջը։ Եթե ուզում ենք մեր կյանքում եղնի բերքի տոն, մենք պետք է շնորհակալության աղոթներ բարձրացնենք Տիրոջը, որ հաջորդ տարի Աստված դարձյալ մեզ օրհնի։ Մարդիկ կան Աստծո արածները վերնագրում են իրանց։ Եղբայրը կամ քույրիկը կանգնում է վկայություն ակալես։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր, հիվանդ էի։ Avo աղբերն եկավ, աղոտ կարավ լավացա, avo աղբեր իրան լավ ազգեմ, իմ աղոտքով։ Դա նույնը ոնց որ գնաս ասես բժիշկ ջան, քիրես հիվանդ է մի հատ բուժի էլի։ Վերջում քիրեդ պետք է գա քեզան շնորհակալություն, ասես թե բժշկի։ Մենք Աստծուն մի կողմ ենք թողնում, միջնորդին կամ ես չգիտեմ աղոթողին, այն էլ ես չգիտեմ այդ աղոթք ժամանակ իր հոգսն աղոթել, թե քույրիկի հոգսն կոնկրետ աղոթել, քույրիկ ուղղակի հավատքով մոտեցել է, Աստծուց բժշկությունը առել, ու մենք արդյունքը դրել ենք, որ բայ ես արեցի, քույրիկս լավացա։ Գիտեք ինչ եղբայրներ քույրեր, բոլոր փառքերը եւ շնորհակալությունները մենք պետք է ուղղենք Տիրոջը։ Եվ երբեք քո մեջ պետք է մարդուն չպաշտես, մարդուն պետք է չբարձրացնես, հարգի, պատվի արժանացրա, բայց երբեք նրան մի բարձրացնի։ Թող նա մնա իր ցածր վիճակի մեջ, Աստված նրան, եթե պետք է կբարձրացնի։ Այսօր ես չեմ ասում չհարգենք մեր ծառայողներին, նրանք հարգանքի արժանի անձնավորություններ են։ Նրանք թքվելով, մրվելով, նույնիսկ կյանքները ես գիտեմ 1000 ձևի զոհաբերություններ անելով, տուն տեղից կտրվելով, իրանց տների գործերը թողելով, գնում են ծառայություններ են անում, Աստծուն ծառայություն են անում։ Հա, կան մարդիկ, որ ընդունում են այդ ծառայությունները, Աստված օրհնի իրանց, որ ընդունում են, բայց կան մարդիկ էլ, որ դժգոհում են, կան մարդիկ էլ, որ չարախոսում են, կան մարդիկ էլ, որ զրպարտում են, կան այսպիսիներ, բայց այնուամենայնիվ, քո պաշտամունքը պետք է լինի Տերը։ Գիտեք, քո մոտ արժեքավոր այն անձնավորությունը, որ Աստծո խոսքը խոսացել դու դարձի ես եկել։ Բայց այդ մարդը չի կարեցել քեզ կտրել տա մեղքից։ Դու ընդամենը հայացքդ ուղղել ես Տիրոջը, Տերը քեզ կտրել ա տվել մեղքից։ Տերն է արել քո կյանքիդ մեջ ինչ որ արել ա։ Դու այս մարդուն արժեքավորում ես, որ իր բերանը չփակեց, իր բերանը բացեց, քեզ Աստծո խոսք խոսեց։ Բայց քեզ ով է ազատագրել, քեզ ով է մաքրել, քեզ ով է սրբել, քեզ համար ով է իր արյունը թափել, քեզ ով է սրբացրել, քեզ ով է փառքի արժանացրել, հավիտենական կյանքի արժանացրել, դու նրան պետք է երկրպագես։ Սրան պետք է հարգես, նրան պետք է երկրպագես, բայց երբեմն մենք տեղերը փոխում ենք։ Երբեմն տեղերը փոխում ենք, Աստծո մարդկանց անենց ենք բարձրացնում, որ սկսում ենք արդեն երկրպագել։ Ճիշտ է, դա մեր եկեղեցիներում փառք Տիրոջի այդ բանը չկա, բայց կան եկեղեցիներ, որ հովիվները պաշտվում են։ Եվ վայ այդ եկեղեցիների թե հովիվներին եւ թե այդ ժողովրդին, եղբայրներ քույրեր։ Ոնցքի տոնը, բերքի տոնը եղբայրներ քույրեր, սա շնորհակալության տոնը, որ մենք պետք է շարունակ մեր շնորհակալությունը ասենք Տիրոջը, նրան փառավորելով, նրան մեծարելով։ Նույնիսկ մենք մեր շնորհակալությունները պետք է ասենք մեր նեղությունների ժամանակ։ Մեր շնորհակալությունները պետք է ասենք մեր դժվարությունների ժամանակ։
Այն մարդը, որ կարողանում է իր նեղության ժամանակ Տիրոջի շնորհակալություն ասի, նա Աստծուն հաճեցնող անձնավորություն է։ Լենության ժամանակ սաղս կարանք նմանվենք Քրիստոսի։ Ջեբը լիքն է, հնարավորությունները, պայմանները բարենպաստ են, ամեն ինչ նորմալ է, ինչ ամենասին մերկնաս եկեղեցի հաղորդանց, մերկնաս գնաց կուտում։ Բայց երբ որ նեղության մեջ ես, դու կարաս նմանվես Քրիստոսի, Ստեփանոսը նմանվեց։ Մենակ պատմության մեջ երկու հոգի են, կոնկրետ Աստվածաշնչի պատմության մեջ։ Երկու հոգի են ասել, հայր ների սրանց, իրանց մահվան ժամանակ, չեն հասկանում, թե ինչ են անում։ Մեկը դա Հիսուսն է եղել, մյուսը դա Ստեփանոսն է եղել։ Ես Ստեփանոսին շատ մեծ մարդ եմ համարում։ Նա եթե իր մահվան պահին Հիսուսին նմանվեց, նա նշանակում է իր այն լենության պահերին հայր նման է եղել Հիսուսին։ Մենք շատ ժամանակ լենության պահերին նմանվում ենք Հիսուսին, մահվան պահը գալիս է, ուրանում ենք, դավաճանում ենք, ես չգիտեմ նման բաներ։ Երբայրներ իրեր, թող Տիրոջ անունը փառավորվի։ Այս 4 տոները, որոնք շատ կարևոր են մեզ համար։ Առաջինը ապաշխարության տոն, որը Սուրբ Ծննդյան տոնն է։ Երկրորդը ջրի մկրտության տոն, որը որ զատկի տոնն է։ Երրորդը Սուրբ Հոգու լեցունության տոն, Սուրբ Հոգու մկրտության տոն։ Մենք կարող այս ամենը միախառնենք իրար հետ, որը որ Պենտեկոստեն է։ Եվ չորրորդը շնորհակալության տոն, որը որ բերքի տոնն է։ Եվ մենք այս երբ որ եկեղեցում հայտարարվում է այս տոների կապակցությամբ, մենք ցանկացած տոնին պետք է իմանանք ինչպիսի մոտեցումով պետք է մոտենանք։ Եթե ապաշխարած մարդ չեմ ու նոր տարին մոտենում է, չեմ ասում նոր տարին եկավ ապաշխարենք, չէ։ Ամեն վարքեն ապաշխարենք, որ նոր տարվա տոնը մենք տոնենք, Աստված ընդունի այդ տոնը։ Եթե մենք ջրով մկրտված չենք ու զատիկը մոտենում է, պետք է գնանք ջրի մկրտության։ Պետք է գնանք ջրի մկրտության, որպեսզի այս տոնակատարությունը ընդունելի լինի։ Թող Տիրոջ անունը փառավորվի եղբայրներ։ Եկեք կանգնենք ոտքի աղոթով։ Խնդրենք Տիրոջ շնորհը, խնդրենք Տիրոջ ողորմությունը, նրա ճշմարտությունը եւ նրա զորությունը մեր բոլորիս կյանքում, որ Աստված ինքը բարձրանա եւ մեզ վիճակ տա, մեզ պատրաստական անի այս տոնակատարությունների նկատմամբ, որ երբ որ մենք մոտենանք Տիրոջը, Աստծո անունը փառավորվի, Աստծո շնորհը տարածվի մեզ վրա։